Նիկոլը հենց եկավ իշխանության, հեռացրեց Սերժ Սարգսյանին սպասարկող ավտոմեքենայի համարները ու Սփյուռքում հայտարարեց. այդ ճաճանչափայլ համարները դեն եմ շպրտել, արգելել եմ օգտագործել, որովհետև պետք է վարչապետը հասարակ ժողովրդից չտարբերվի։ Գլուխ գովեց, որ իր շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ։ Իհարկե դրանից հետո լիքը բան փոխվեց։ Վերականգնվեց Սերժ Սարգսյանին սպասարկող պետհամարանիշը։ Երկու ուղեկցող ավտոմեքենան դարձավ 10 եւ ավելի։ Կարմիր լույսի տակ էլ ոչ միայն չկանգնեց, այլ այնպես էր քշում, որ զոհեր եղան։ Իսկ հիմա իր նկատմամբ իր ու թիմի պաշտամունքը խորացնելով արդեն չուզեց լինել 001-ը, ինչպես այդ մեքենայի վրա էլ, այլ ուզեց լինել առաջինը։ Ոչ թե մեքենայի համարները բաղկացած լինեն 5 նիշից, այլ 1։ Այն, որ ասում են մեծարգո պարոն վարչապետ, ուզեց, որ այդ մեծարգոն երևա նաև ավտոյի համարների վրա։ Կառավարությունն ասում է ուսումնասիրել են միջազգային փորձը եւ տեսել են Շվեդիայում ու Իսլանդիայում էլ է այդպես։ Ես էլ ուսումնասիրեցի այդ երկրների փորձը, ու գիտեք ինչ տեսա։ Տեսա, որ օրինակ Իսլանդիայում վարչապետը հրաժարական տվել 2016 թվականին կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սկանդալների մեջ ամեն ամիս ընկնում է, սկսած կուսակցական կասկածելի դրամահավաքներից մինչև հակասահմանադրական հրահանգներ։ Միջազգային փորձի միայն իրենց կոմֆորտի մասն են սրանք ուսումնասիրել։ Շվեդիայում էլ 2021-ին է վարչապետը հրաժարական տվել։ Միջազգային երկու փորձել եմ ուսումնասիրել։ Սադամ Հուսեյնի ավտոյի վրա էլ էր 1 նիշով համար, Քադաֆիինն էլ հատուկ կանաչ համարներ էր վրան գրված 1։